Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ։ Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում նոր ձևավորված հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Կարծում եմ, որ իսկապես սա մեզ համար, այդ թվում կառավարության համար լավ հնարավորություն է մեր հետագա գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Վարչապետը շնորհավորել է խորհրդի անդամներին այդ կարգավիճակում նշանակվելու առիթով եւ նշել, որ սահմանադրական այն ձևակերպումը, ըստ որի հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը նման հարթակ ձևաչափ խորհրդակցելու տեղ ունենալու սուր կարիք անհրաժեշտություն ունի եւ միշտ է ունեցել։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նորակազմ հանրային խորհուրդն այդ դերակատարումը կստանձնի։ Այն ձևակերպումը, ըստ որի հայրենասիրությունն առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ճշգրիտ բնութագրում է այն իրադրությունը եւ ճանապարհը, որը մենք անցել ենք, որովհետեւ մեր ֆունդամենտալ խնդիրը մեր հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է առանց պրոֆեսիոնալիզմի, վարչապետի շեշտադրումն է։ Ընդ որում դա չի շակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ եւ չկան։ Խոսքը ուրիշ բանի մասին է, որովհետեւ լինել պրոֆեսիոնալ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի բան է, շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում եւ պետության ձևավորման հարցում շատ ավելի լուրջ մարտահրավեր է, որովհետեւ առավել եւս մի իրավիճակում, երբ եւ մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված են եւ խորը ձևավորված ինստիտուտներ եւ ավանդույթներ չկան։ Բայց ես նաեւ ուզում եմ միտքը շարունակելով եւ որպես բնաբան մեր այսօրվա քննարկման ասեմ, չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը համեն դեպս հանրային հարթակներին հետևելով հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է եւ սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ։ Սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ով է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով կրկին լավատեսության դաշտում հայտնվողը թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունը իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում եւ պատմական ավելի երկար կտրվածքով։ Երկրի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ինքն այսօր շատ ավելի լավատես է, քան եղել է 2018 կամ 2019, առավել եւս 2020 կամ 2021 թվականներին։ Իսկ ինչն է փոխվել այս ընթացքում։ Վարչապետի ընկալմամբ եւ դիտանկյունից փոխվել է հետեւյալը, որ կառավարությունն ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։ Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի արկայությունը չդերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր եւ ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում եւ իմ գնահատմամբ լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի ունեցել կառավարության աշխարհընկալման եւ պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է, եւ ես փորձեցի այս մասին խոսել ազգային ժողովում իմ ունեցած վերջին երկու ելույթների ժամանակ եւ հիմա հատկապես հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա եւ լավատեսությունը բխում է նրանից, երբ որ կա սեղանի վրա նախագիծ եւ այդ նախագծի իրագործումը 90 եւ ավելի տոկոսով կախված է մեզանից, բացարձակապես մեզանից եւ այն որոշումներից, որոնք կայացնենք մենք որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ եւ կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ արձանագրել է, որ լավատեսությունը չի նշանակում երաշխիք։ Վարչապետի խոսքով այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երաշխավորված չէ։ Այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով, որոշումներ, այդ թվում հանրության հետ շատ ակտիվ աշխատանք։ Եվ ես հույս ունեմ, որ հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։ Նախկին փորձը ասելով ինչն է խանգարել հանրային խորհրդին նման հարթակ դառնալու համար։ Երկու բան. առաջինը քննարկումների խիստ քաղաքականացվածությունը եւ սրա հետ զուգահեռ եկող նյարդը։ Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք քննարկման նոր կուլտուրա ստեղծել հենց հանրային խորհրդում։ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ներկաներին հանրային խորհրդի աշխատանքներում եւ երաշխավորել, որ կառավարությունը կունենա ակտիվ եւ բարձր մակարդակի մասնակցություն, իհարկե այն ըմբռնմամբ, որ նոր ձևավորված հանրային խորհուրդը կլինի հենց այնպիսի հարթակ, որտեղ կլինի գաղափարների բախում, քննարկում, բանավեճ եւ ոչ վիճաբանություն։ Հաջորդիվ քննարկվել են հանրային խորհրդի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր, վարչապետը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին։ Տաթև Խաչատրյան, լուրեր։